Չէ, ԿՊ-ն ասեց, որ մերժում են, պայմանավորվել են, որ 12-ը քննարկեն, հետո ինչն է խանգարում ձեզ, որ 6-6 եք առաջարկում, ինչն է պատճառը, որ հասցնելու առումով։ Այո, ֆրակցիան կազմակերպչական հարցեր կան, բայց նաև առհասարակ պետք է հասկանալ իշխանությունը ինչ մոտեցում ունի։ Հիմա օրինակ տեսանք պարոն Ֆարմանյանի ընդուծման ժամանակ, պատգամավորներից մեկը ԿՊ-ից եկավ ոչ լավ հայտարարություններով, բա դուք չհանձնեցիք ձեր քննությունը, համարյա այսպես ազատ եք։ Հիմա դա ինչ է նշանակում։ Հասկանալի է, որ չեն դիրքորոշումը ինչպիսին է։ Այսինքն դիրքորոշումը բոլորը դիմադիրներին վերաբերվում թե առանձին քննություններ պետք է լինեն։ Համենայն դեպս, եթե մեր մասով կարճ ամփոփելու լինեմ, դեռ քննարկումների փորում ենք, բայց ճիշտ ժամանակահատվածում կներկայացնենք։ Դիրքորոշումներ այսպիսի հարցադրումներ կան, ասում են, ինչպես կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել հոկտեմբեր 27-ին նրա իշխանության օրոք տեղ ունեցել մարտի 1 ընտրակցիկներ են եղել, քաղաքացիները ծեծվել են, ասում չեն ընկալում մարդիկ, թե ինչպես կարող է նրա թիմը ազգային ժողովում մարդու իրավունքների հանձնաժողով Այդ բոլորի յուրաքանչյուրի մասով ես կարող եմ բավականին երկար խոսել։ Եթե կան քրեական գործեր, թողեք քրեական գործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվել եւ ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվել եւ իշխանության գալուց հետո էլ միայն խոսվել եւ որևէ բուն գործի տասնյակներ չունենային, այսօր մենք ունենք միայն մեր ֆրակցիան մեկ պատգամավոր, գոնե մենք պետք է դրա մասին խոսենք, չէ՞։ Արտուր Սարգսյանը այսօր քաղաքական պատանդարոյի կարգավիճակում է գտնվում եւ բազմաթիվ մարդիկ այսօր քաղաքական հալածաններ են եւ մեր պարտքն է խոսել այդ բոլոր թեմաների մասին։ Իմ ջարը ձեզ ասեմ, որ քննարկում էր նիստը սկսեց, բայց հիմա պետք է գնամ հանձնաժողովներ, ընդհանրապես հանձնաժողով վերցնել թե չվերցնել, մենք ունենք դրա դիրքորոշումը, եթե լինի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով վերցնել, միայն այդ դեպքում կվերցնենք, մնացած բոլոր դեպքերում չենք վերցնելու հանձնաժողովը։ Մի կարճ բաներ հարցնենք, էլի, բարձ է, թե իշխանությունը ինչ է շտապում, կառավարության ծրագիր պիտի գա, բան հանդիպություն ինչ է շտապում, որ արագ է ամեն ինչը ամփոփեք գնա։ Դուք կարծում եք սա արագ է։ Երկրորդ շաբաթն էլ անում ունեք շտապելու հանգիստ քննարկել։ Տիկին Ջևեջյան, եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ եկեք մանրամասն քննարկենք։ Բայց եթե սա վերաբերվում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելու եւ դրան հակադարձելու, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է, այս ազգային ժողովից։ Ընդհանրապես իմ առաջարկը եղել է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը, որովհետեւ սա միայն ձևավորման մասին է խոսքը, որովհետեւ արձակուրդ պիտի գնա, հանգստանալ հարցնելու այլևս խնդիր չկա, որովհետեւ առաջիկայում լինելու է կառավարության կառուցվածքի մասին փոփոխության նախագիծը, դրանից հետո լինելու է կառավարության ծրագիրը, այսինքն մինչև օգոստոսի վերջ ամեն դեպքում նիստերը լինելու են ասես թե այնպես, դրանից հետո գալու է սեպտեմբերը եւ բնականon բնով աշխատանքները շարունակվելու են։ Այսպես թե այնպես արձակուրդի հարց չկա։ Խնդիրն այն է, որպեսզի մենք արագ անցնենք են գնալ ծովական, երևի դրա համար են Ջան, ես արդեն պատասխանեցի, որևէ մեկը արձակուրդի չեն գնում, միևնույնն է, իմ ուղղակի դիրքորոշումն է, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը ձևավորման պարլամենտի եւ անցնենք բուն աշխատանք։